Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ Պարոն շնորհակալ։ Պետրոսյան, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հետսը դառնալու է պետական սեփականություն եւ հանձնվելու է հավատարմագրային կառավարման։ Սա առաջին անգամ, եթե չեմ սխալվում, որ հստակ հայտարարվում է, որ պետությունը կողմնորոշվել է այս հարցում, որտեղ մինչ այդ քննարկվում էր լինի այսպես հավատարմագրային կառավարման հանձնվի որպես պետական սեփականություն, թե հանձնվի մեկ այլ ընկերության որպես սեփականություն, այսինքն սեփականաշնորհվի մեկ այլ ընկերության կողմից ունենալով որոշակի պետական մասնաբաժին այնտեղ։ Ինչու է այսպիսի որոշում կայացվել։ Նախ ասեմ, որ հանգամանքները դրդեցին, որ պետական սեփականություն մնա։ Վարչապետի վերջին հայտարարությունը նախորդ կառավարության նիստում ինձ համար խիստ ոգևորիչ է, եւ ես ողջունում եմ այդ որոշումը։ Այո, դուք իրավացի եք, երկու տարբեր սցենարներ ի սկզբանե նախատեսվում, վարչապետն ինքն է տարբեր հանրային հարթակներում այդ մասին բարձրաձայնել էր, մեկը որ հեծը կարող է դառնալ 100% պետական սեփականություն եւ հանձնվի կոնսենսորի կառավարման, կոնսենսիոն պայմանագրի հիման վրա, եւ երկրորդ հնարավոր տարբերակն այն էր դիտարկվում, որ որոշակի վերահսկողական փաթեթ բաժնետոմսերի բնականաբար պահվի պետության ձեռքում որպես պետական սեփականություն եւ մնացած մասով վերամասնավորեցվի որևէ դարձել ընկերության։ Եվ ես ողջունում եմ վարչապետի քաղաքական վերջնական որոշումը։ Ես կարծում եմ, որ նաեւ վարչապետն ինքը հանգեց այդ վերջնական որոշման, ելնելով այն իրողություններից եւ խորքային գործընթացներից, որոնք պատել էին հեծը նախորդ տևական շրջանում, եւ այս մեկ տարվա վերհանված խորքային խնդիրները, այն շերտերը, որոնք որ գուցե նաեւ հանրությանը տեսանելի չեն, բայց պետական կառավարման տեսակետից, այդ թվում էներգետիկ ոլորտի առհասարակ տնտեսության զարգացման անհրաժեշտ նաև համընթաց զարգանալու այդ հրամայականներից ելնելով քաղաքական որոշումը կայացվեց այդպեսին, որ բոլոր պարագաներում ճիշտ է, որ ռազմավարական բնական մենաշնորհային դիրքով օժտված քրիտիկական ենթակառուցվածք հանդիսացող եւ Հայաստանում մեր երկրում ամենամեծ ընկերություն իր աշխատակիցներով հանդիսացող ռազմավարական այդ ձեռնարկությունը մնա 100% պետական սեփականության։ Պարոն Պետրոսյան, հայեցակարգային մոտեցումը ձեզ համար պարզ է որպես կառավարչի եւ որպես նաեւ քաղաքական թիմի անդամի։ Ինչու, որովհետեւ օրինակ տեսեք, հանքարդյունաբերության ոլորտում կա ընկերություն ԶՊՄԿ, որտեղ պետությունը ունի որոշակի փաթեթ։ Կան այլ ոլորտների, նաև կապի օպերատորներ եւ այլ, որտեղ պետությունը որոշակի փաթեթներ է ձեռք բերել, ստացել այս ընթացքում, հա, նվիրաբերություններ են եղել եւ այլ։ Եվ հիմա եւ այնտեղ էլ որոշակի էլի խնդրահարույց հանգամանքներ կային, այսինքն գոնե լրագրողների տեսանկյունից, այ ինչպես է պետությունը դա ձեռք բերել եւ այլ, տրվել են բացատրություններ եւ այլ։ Բայց այնուամենայնիվ նաև հեծի վերաբերյալ։ Այ պետության հայեցակարգային մոտեցումը կարևորագույն ընկերությունների, կարևորագույն ոլորտներում կապնել է ռազմավարական ոլորտ, հանքարդյունաբերությունն էլ է ռազմավարական ոլորտ։ Չգիտեմ, այլ ընկերություններ, հա, որտեղ էլի պետությունը ներկայացված է ռազմավարական ոլորտ են։ Ուրա շարժվում պետությունը այդ առումով հայեցակարգային մոտեցումը, պետական կապիտալիզմի է շարժվում դեպի պետական կապիտալիզմի, որն է պետության հայեցակարգային մոտեցումը, ձեզ համար պարզ է։ Ինձ համար ակնհայտ է իհարկե, նաև ունենալով արդեն թիկունքում հեծի ճգնաժամային կառավարման որպես ռազմավարական ընկերություն ավելի քան 1 տարվա այս փորձառությունը։ Տեսեք, մենք ակնհայտ է, որ մեր տնտեսությունը այս պահին կայանում է որպես լիբերալ ազատական շուկայի կանոններով ուրեմն շարժվող ինստիտուտ եւ պետական կառավարման տեսակետից բնավ պետության եւ կառավարության իդեմս պետության խնդիրը բնավ այն չէ, որի ձեռքում կենտրոնացնի տնտեսական որոշակի ռեսուրսներ, ուժային կենտրոններ կամ առհասարակ պետության ձեռքում կենտրոնանա տնտեսության շարժիչ առանցքային ուղղությունները, բնավ ոչ այն ուղղությունները, բայց քիչ-քիչ կենտրոնանում է։ Ես չէի ասի այդպես, նաև դառը փորձից ելնելով է, որ մենք հանգել ենք այս որոշումներին, քանի որ ինքներդ եք հասկանում, որ պետական կառավարման վրա ներազդելու այդ թվում նաև օլիգարխիկ կլանների տևական ժամանակ պետական կառավարման ընդհանուր միջև արտաքին քաղաքական կողմնորոշումների եւ առհասարակ քաղաքականության վրա Հայաստանի Հանրապետությունում մինչև ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը ուղղակիորեն ազդել է խոշոր կապիտալը եւ խոշոր տնտեսական, ֆինանսական եւ մարդկային կապիտալ իրենց ձեռքում կենտրոնացրած որոշակի կլաններ, որոնց անունները բոլորիս շատ հայտնի է
Եվ այս շրջափուլում արդեն հիրավի իրավական ու ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին անխուսափելի է ռազմավարական այն ուղղությունների վերահսկիչ փաթեթները կամ պարզապես պետական ինստիտուցիոնալ ազդեցությունը ուժեղացնելը անհրաժեշտ է, որպեսզի որևէ կերպ, որևէ շրջանակներ, այդ թվում նաև արտաքին քաղաքական հիբրիդային միջամտությունների տվյալ հարթություններում միջոցով չներազդեն մեր պետության անվտանգության վրա, ինքնիշխանության եւ սովորենության նկատմամբ ռիսկեր չձևավորեն եւ կախման մեջ չդնեն այս կամ այն մայրաքաղաքներից։ Բացառապես խնդիրը հենց դրանումն է, այդ իսկ պատճառով է նաև որոշումը կայացվել, որ էներգետիկ ռազմավարական մենաշնորհային ընկերությունը պետք է լինի 100% Հայաստանի Հանրապետությանը, այն է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ինչ վերաբերում է ընդերքին կամ այլ ռազմավարական ոլորտներում, տեսեք, դուք խոսեցիք հանքարդյունաբերության մասին, ես մասնագիտությամբ երկրաբան եմ եւ դեռևս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նոր դեռ սահմանավորման փուլում էր հեռավոր 2013-14 թվականներին, երբ մենք նախաձեռնող խմբով վարչապետի գլխավորությամբ քննարկումներ էինք անում արդեն կուսակցությունը գրանցելու, կուսակցության կանոնության վրա էինք աշխատում եւ նման մի դիպված եմ հիշում, երբ ես վարչապետին առաջարկեցի, որ առհասարակ պետք է ընդերք ազգայնացնել։ Ես որպես երկրաբան ինքս գիտեմ ընդերքի կարևորությունը, այդ թվում նաեւ հարուստ մետաղական օգտակար հանածոներով պաշարներով այնպիսի երկրում, ինչպիսին մեր պետությունն է, փոքրիկ տարածքում Մենդելեևի աղյուսակի գրեթե բոլոր քիմիական տարրերը մենք ունենք, սկսած մոլիբդենից վերջացրած, ինչպես գիտեք, ոսկի, արծաթ եւ պալատին ունենք, բայց նավթ ու գազ ունենք, պարզապես շատ ավելի խորն է եւ տնտեսապես ձեռնտու չի դրանք արսանալը, բայց մենք ունենք նավթ ու գազի փոխարեն ունենք անուրանալի խմելու ջրի պաշարներ, որոնք ռազմավարական առումով կառավարելը պետք է ավելի կատարելագործեն։ Եվ խոսքս ավարտեմ, եւ ինչպես նաեւ կապի տելեկոմ ոլորտում նաեւ ունեմ հարուստ աշխատանքային փորձ ղեկավարման, այսինքն ռազմավարական առումով այդ բոլոր գրեթե բոլոր կարևոր ուղղություններին ինքս առնչված լինելով ես խիստ արդարացված եմ համարում, որ ժողովրդի սոցիումի առհասարակ ազգի անվտանգության, բարեկեցության, խաղաղ արարման առաջին ու առհասարակ ամենառանցքային երաշխավորը դա պետությունն է եւ ուժեղ պետություն ունենալը բխում է ցանկացած քաղաքացու, ցանկացած պետականակենտրոն, բարեխիղճ, ազնիվ արարման կողմնակից քաղաքացու ուղիղ շահերից, ուղղակի շահերից եւ այդ շահերը սպասարկելու համար, եթե պետությունը պետք է ձեռքում կենտրոնացնի ընդերքը, ապա դա արդարացված է։ Եթե քաղաքացու շահերը Տեսեք, դա ամեն ինչով կարող ենք, պարոն Պետրոսյան, դա ամեն ինչով կարելի է արդարացնել, հիմնավորումներ բերել եւ այլ, բայց դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ մենք շուկայական տնտեսություն ենք եւ լիբերալ տնտեսական մոդել ենք կառուցում։ Լիբերալ տնտեսական մոդելը եւ շուկայական տնտեսական մոդելը հեռու է սոցիալիստական տնտեսական մոդելից։ Այն ինչ որ դուք հիմա նկարագրում եք, ավելի շատ սոցիալիստական տնտեսական սոցիալիզմը չէ նկարագրում։ Եվ ունենալով բավական լուրջ տարաձայնություններ ընկերվարական մեկ այլ կուսակցության հետ, բայց դուք մոտավորապես իրենց ճանապարհն եք ընտրել։ Ես չի ասի, այդպես դա ձեր ընկալումն է սուբյեկտիվ, բայց ես ավելացնեմ նաև իմ վերօթվարկալ փաստերին, եթե կոնկրետ ոլորտ ինչ իրողությունների ֆոնին հայտնվել է կոնկրետ շրջանակների ձեռքում, ովքեր սկսած նվազագույն տնտեսվարման հորի կանոններից հարկերից խուսափելու, թեր հայտարարումներ անելու, աշխատակիցներին չգրանցելու, նվազագույն պետության վերահսկիչ ֆունկցիաները ուժեղացրեք։ Եթե պետական ինստիտուցիոնալ մարմինները վերահսկողական ներգրավվածություն ընկերություններում ներողություն, վերահսկողական լիազորություններով օժտված ինստիտուտները, եթե դեռևս բովանդակային առումով, ինստիտուցիոնալ կարողության առումով այն աստիճանի զարգացած չեն, որ պատշաճ վերահսկողություն իրականացնեն, ապա պետությունը նման կետային լուծումներով, գուցե նաև ժամանակավոր լուծումներով կարգուկանոն է հաստատում տվյալ ոլորտներում, ինչը ըստիս լիովին արդարացված է։ Բնավ խնդրում եմ չծայրահեղացնենք իմ ասածը, որ ես բնավ տոտալ պետական վերահսկողության մասին չէ խոսքս։ Խոսքս ռազմավարական ուղղությունում պետության ազդեցությունը ուժեղացնելու մասին։ Փորձեցի ճշտել։ Հիմա հարց, եթե պետությունը չի կարողանում զարգացնել վերահսկողական կարողությունը կամ դեռ զարգացած չեն այնքան, որպեսզի կարողանա կարգուկանոն հաստատել բոլոր ոլորտներում, որտեղից մեզ երաշխիք հասարակությանը, որ պետությունը մասնակցելով այդ ընկերությունների կառավարմանը կամ վերցնելով այդ ընկերությունները կառավարելու կամ ազգայնացնելով այդ ընկերությունները ավելի լավ կկառավարի, քան մասնավորը, եթե ինքը չի կարողանում վերահսկել, ինչպես պետք է նորմալ կառավարի։ Տեսեք, բնավ խոսքը նրա մասին չէ, որ չի կարողանում վերահսկել, խոսքը գուցե այն մասին է, որ կլանային տնտեսության օլիգարխիկ
ավելին ասեմ եւ ցավով նշեմ, քրյա օլիգարխիկ շրջանակները եւ տիրապետում են տնտեսության ահռելի ռեսուրսներ, դա բնավ խոսք չի կարող գնալ լիբերալ տնտեսական մոդելի մասին, ինչպես դուք եք ասում, այսինքն տնտեսության մոդելի իրական լիբերալիզացիայի մասին նաեւ այստեղ խոսքը։ Պետությունը, կառավարությունը, իդեմս պետության, բնավ նպատակ չունի վերցնի խոշոր բիզնեսները եւ կառավարի։ Նպատակը կարգ ու կանոն եւ օրենքի գերակայություն հաստատելն է ռազմավարական այն ուղղություններում, որոնք որ ուղղակիորեն կարող են ներազդել մեր սուվերենության գործակցի կամ առհասարակ մեր պետական անվտանգության նկատմամբ ռիսկեր հարուցել։ Եվ նաև մի հավելում անեմ ձեր թույլտվությամբ, տեսեք, ինչ վերաբերում է պետությունն ավելի լավ կառավարը չէ թե ոչ, եթե խոսք գնում է ճգնաժամային կառավարման, իմպերատիվ միջամտության, իհարկե սահմանադրության եւ օրենքների տարին ու ոգուն խիստ համապատասխան եւ այսօր արդեն դրա օրինակն ունենք։ Հեծը ես կարող եմ ձեզ հիմա բերել տասնյակ օրինակներ տնտեսական ցուցանիշների թռիչքային լավարկման, որոնք արդեն փաստերով ես ձեզ կարող եմ ներկայացնել, ոչ թե պարզապես ընկալումներով։ Վերջերս նշել եք դրա մասին, որ ավելի շատ հարկ է վճարել հեծը եւ այլն։ Մենք խոշոր հարկադրել ցանկում 1 տարվա պետական կառավարման արդյունքում 21-րդ տեղից բարելավել ենք հեծի դիրքերը մինչև 13-րդ տեղ եւ 62%-ով ավել հարկուտուրք է վճարել։ Պարտքը ավելացրել եք թե կրճատել։ Պարտքը կրճատել ենք 50 միլիոն ամերիկյան դոլարով։ Հիմա որքան է հեծի պարտքը։ 350 միլիոնի կարգին։ Հասկանալի։ Դեռ դրան կանդրադառնանք, գալով վարչապետի ասացին։ Աշխատավարձերն ենք 50% աշխատանք բարձրացրել։ Գալով վարչապետի ասացին, որ պետք է դառնա պետական ընկերություն եւ հանձնվի հավատարմագրային կառավարման, որ փուլում է դա գտնվում։ Այսինքն երբ այս հարցում վերջնական հստակություն կմտնի, որ հեծը պետական ընկերություն է եւ արդեն գործընթաց է սկսվում հավատարմագրային կառավարման։ Շատ լավ հարց է, շնորհակալ եմ։ Տեսեք, ի սկզբանե, մասնավորապես ինձ համար, երբ նշանակվեցի ժամանակավոր կառավարիչ, ինքս առհասարակ պլանավորելու համար իմ անելիքը եւ ռազմավարական առումով նաեւ որպես պետական գործիչ իրողություններին, այսպես ասած, պրոյեկտելով տեսնելու իմ անելիքը ժամկետնի կտրվածքով, ես ընկալում ունեի, որ առավելագույնը 6-8 ամիսների ընթացքում պետք է գործընթացը ավարտին հասցնել։ Բայց ազգային օրենսդրության, այ միջազգային մի շարք ընթացակարգերի, այդ թվում նաև սահմանադրությամբ երաշխավորած սեփականության իրավունքի, մի շարք օրենսդրական ակտերի խորը վերլուծության, համադրման եւ իրական կյանքի պայմաններում դրանց, այսպես ասած, պրոյեկտման արդյունքում պարզ դարձավ, որ գործընթացը առնվազն օրենքի տարին եւ ոգուն խիստ համապատասխան առաջնորդելու համար անհրաժեշտ է գոնե 2 տարի։ Այս պահին կիսել ենք այս ժամկետը մի փոքր ավել։ Մի տարի անցել է։ Այո, եւ կարծում եմ եւս 8 ամսից 10 ամիս կամ առավելագույնը իմ ընկալմամբ 1 տարի դեռ գործընթացը կշարունակվի, բայց բեկումնային փուլը, այսպես ասած, կարելի ասել 3 հիմնական շրջափուլ գոյություն ունի այս գործընթացում։ Օրենքի տարին համապատասխան պետականացման գործընթացը իրականացնելու համար։ Առաջինը դա այն էր, որ ժամանակավոր կառավարման առաջի փուլում հարուցված վարույթի շրջանակներում մեզ անհրաժեշտ էր իրերի իրական դրվածքը վերհանել հեծում եւ հասկանալ վարչական վարույթի արդյունքում ՀՑԿՀ-ն ինչ վարչարություն պետք է իրականացներ ընդհանուր միջև լիցենզիայի զրկում, թե կարգապահական ինչ-որ նորմեր կամ ինչ-որ տուգանքներ եւ այլն, բայց այնպիսի խորքեր իդերև ելան, այնպիսի հանգամանքներ բացահայտվեցին։ Այդ թվում նաեւ առերևույթ իրավական գնահատականի արժանի եւ հանցակազմ պարունակող այնպիսի գործընթացներ բացահայտվեցին նախկինում իրականացված, որ մի ամբողջ 6 կետերով, յուրաքանչյուր կետով առանձին ՀՑԿՀ հանձնաժողովը ոլորտը կարգավորող մարմինը իր հայտնի նոյեմբերի 17-ի նիստում հեծը զրկեց լիցենզիայից։ Առաջին շրջափուլը դա էր։ Հաջորդ շրջափուլը արդեն լիցենզիա զրկված վիճակում, բայց որպես բնական մենաշնորհով օժտված ընկերություն, կառավարությունը եւ ՀՑԿՀ-ն ինքը բնականաբար պարտավորեցնում է տնտեսվարող անձին շարունակելու ծառայությունների բաշխման ծառայությունների էլեկտրոնիկայի բաշխման ծառայությունը, քանի որ այլընտրանք չկա պարզապես, ինքը մենաշնորհ դիրք է, այո։ Եվ երկրորդ շրջափուլն այն է, երբ բանակցություն են տեղի ունենում կառավարության, պետության անունից եւ սեփականատերի միջև կառավարության կողմից առաջարկված գնի շրջանակներում կառավարության հետ համաձայնեցված կերպով օտարելու բաժնետոմսերը 100% բաժնեմասը հեծի, ինչը որոշակի նաև վարչական դատարանում
սեփականատերի ներկայացուցիչների կողմից հարուցված դատական process-ի արդյունքում մեր նախատեսված 3 ամս օրենքով ավելի ճիշտ նախատեսված եւ մեր նախանշած 3 ամսից ավել ձգվեց 6 ամիս, քանի որ վարչական դատարանը եւս հավելյալ 3 ամիս տրամադրեց, երաշխավորեց սեփականատերերին եւ նրանց ներկայացուցիչներին եւ կառավարությունը պարտավորեցրեց եւս 3 ամիս փետրվարի 25-ից մինչեւ մայիսի 25-ը ձեռնպահ մնալ օտարման գործընթացից մինչեւ պատասխանի ստացումը։ Հետո հայտարարվեց արդեն գերակաշահ, Մայիսի 25-ին արդեն հայտարարվեց այդ բանակցությունների շրջափուլի ավարտը եւ պաշտոնապես արձանագրվեց, որ բանակցությունները որպես այդպեսին կարծես չեն կայացել, սեփականատիրոջ հետ։ Այո, արդյունք չեն տվել եւ դա նշանակում էր կառավարության առաջարկից հրաժարում։ Եւ ահա երկրորդ շրջափուլի ավարտը դա էր։ Եվ հաջորդիվ արդեն ՏԿ-ն իրականացրեց հանրային լսում Սույն թվականի հուլիսի 14 րոպե տևած։ Տեսեք, ես ձեզ ասեմ, բոլոր իրազեկման միջոցներով, ազդարարով, իրենց կայքով պատշաճ ծանուցվել էին բոլոր կողմերը, այդ թվում լրատվամիջոցները, անկեղծ ասած, օրինակ ես զարմացա, որ ձեր լրատվամիջոցը այնտեղ ներկայացուցիչ չկար, եւ 14 րոպե տևեց, որովհետեւ առհասարակ որևէ մեկը կարծես չէր հետաքրքրվել ինչ է լինելու հետի ճարտարագիրը։ Լրատվամիջոցը կարող է լուսաբանել, հասկացա, բայց քննարկմանը չի մասնակցում լրատվամիջոցը, չի կարող հարցեր ուղղել կամ չգիտեմ, նկատում եմ բուն քննարկման ժամանակ հետո կարող է մարդկանց հայտնի լրատվականներից մեկը բավականին ակտիվ հարցապնդումներ արեց եւ բարձաբանումներ ստացավ նախարարից։ Բայց էլի տևեց 14 րոպե։ Բայց ես ցավով եմ դա արձանագրում եւ բոլորը դարձյալ հիմա տեսեք բոլորը շարքում են 14 րոպե տևեց։ Հարգելիս ես պատրաստ գնացել եմ որ 4 ժամ պիտի բանավիճենք այնտեղ ես ներկայացնելով սեփականատիրոջ հետ։ Այսինքն հակառակ տարբեր կողմեր են։ Ես այնտեղ կողմ չէի։ Հանրային լսում իրականացնում է կառավարությունը, իդեմս լիազոր մարմնի ՏԿ-ն նախարարության, հանրության համար ներկայացնելու հանրությանը անհրաժեշտությունը, հանրության գերակաշահ ճանաչելու հետ որպես ռազմավարական ընկերություն։ Ես այդ օրը իմ ամեն այս գերհագեցած աշխատանքային գրաֆիկի մեջ 4 ժամ նախատեսել էի։ Ժամը 12-ից առնվազն մինչև 4-ը ես մտածում էի որ պիտի տեղ ունենա, բայց քանի որ սեփականատերից որևէ մեկը, որևէ ներկայացուցիչ, որևէ փաստաբան, նախկին ղեկավար կազմից որևէ մեկը ներկա չէր, ես ինքս նույնպես տարանկալման մեջ ընկա եւ ինձ համար առնվազն անհասկանալի է։ Հիմա հայտարարվել է հանրային գերակաշահ, հիմա տեսեք լսումներին արդեն հաջորդել է վերջնական կառավարության ներսում արդեն կառավարության որոշման նախագծի որոշակի քննարկում եւս մեկ անգամ իդրաֆտ հանրային հարթակում կդրվի դարձյալ հանրային քննարկման, որպեսզի գործընթացը 100% թափանցիկ տարվի։ Եվ բոլոր այն շրջանակները, ես պաշտոնապես եմ ձեր եթերից ասում, եթե գտնում են, որ իրենք պատշաճ ծանուցված չեն եղել եւ չեն կարողացել ներկա լինել հանրային լսմանը, ինչին ես ներկա էի, կարող են իդրաֆտում դարձյալ իրենց դիտարկումներ ներկայացնել կառավարությանը եւ այդ հարթակում իրենց կարծիքը հանրայնացնել։ Որոշումը ինչի մասն է լինելու։ Կառավարության որոշումը լինելու է հեցի 100% բաժնեմասը հանրության գերակաշահ ճանաչելու մասին։ Դա նախատեսվում է շաբաթներ անց։ Իդրաֆտում եւս մեկ անգամ կշրջանառվի, ապա նախագիծը կդրվի պետական իրավական փորձաքննության, որից հետո արդեն միջգերատեսչական շրջանառություն կիրականացնի կարծիքների հավաքագրում կմտնի կառավարության նախանիստ, կառավարության կոմիտեում կհաստատվի նախագիծը, ինչպես ընթացակարգն է սահմանած, եւ որից հետո արդեն կառավարության նիստում, որքանով նաեւ ինձ է հայտնի, բնականաբար պատշաճ զեկուցվող օրակարգով կառավարության որոշման ուժ կստանա եւ դրանով արդեն մենք կամփոփենք կարծես թե երկրորդ շրջափուլի վերջնական ուրեմն գործընթացը եւ արդեն կթեվակողենք ավարտական փուլ, երբ որպես հանրային գերակաշահ ճանաչելու ուրեմն օբյեկտ հեծը կենթարկվի փորձագիտական շուկայական արժեքի գնահատման, շուկայական արժեքը կգնահատվի ռեզիդենտ լիցենզավորված ընկերության կողմից։ Դեռ չի գնահատվել։ Դեռ չի գնահատվել, ոչ։ Գնահատումից հետո պաշտոնապես կծանուցվեն սեփականատերը արդեն օրենքի ուժով, իմպերատիվ կարգով գնահատված արժեք պլյուս 15% փոխհատուցում կստանա սեփականատերը եւ հեցի 100% բաժնետոմսերը արդեն վերջնականորեն պետռեգիստրի գործակալությունում կգրանցվեն որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Պարոն Պետրոսյան, այդ դեպքում քանի դեռ գնահատում չի իրականացվել եւ դրա հիման վրա պետք է փոխհատուցում նաեւ տրվի սեփականատիրոջը, սրանից ամիսներ առաջ տեղեկատվություն շրջանառվեց, որ կառավարությունը առաջարկել է մի քանի $100,000 այսպես փոխհատուցում սեփականատիրոջը։ Ինչի հիման վրա է այդ առաջարկը տեղի ունեցել։ Ես որպես հեցի ժամանակավոր կառավարիչ պետական
ինստիտուտի կողմից նշանակված որևէ կողմ չեմ հանդիսանում, ոչ օտարվողի, ոչ օտարողի, ոչ բանակցողի։ Քաղաքական թիմի անդամ եք։ Քաղաքական թիմի անդամ որպես կարող են պարզապես որոշակի, այսպես ասած, լույս սփռել գործընթացների վրա։ Ասեք, ինչի հիման վրա։ Տեսեք, գնահատումը ըստ իս բավականին լեգալ ու լեգիտիմ կառուցվածք ունի այդ թիվը, որ ստացել է։ Եթե քաջածանոթ եք, այնտեղ նշված է նաև, որ 24 եւ 25 թվականների սկզբներին 23 եւ 24 թվականի ֆինանսական արդյունքներով համապատասխանաբար սեփականատերերը շահբաժիններ են հանել հեծից յուրաքանչյուր անգամ 30 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք։ Այսինքն 60 միլիոն ամերիկյան դոլարի շահբաժին դիվիդենդ են հանել եւ դա առերևույթ խախտումներով է դարձյալ տեղի ունեցել, քանի որ կովենանտի խնդիր կար, հեծը 100%-ով այս պահին մեկ անգամ չէ որ ասել եմ, գրավադրված է միջազգային բանկերում եւ միջազգային բանկերից մի քանի 100 միլիոն դոլարի վարկային պարտավորություններով ծանրաբեռնվելով ռազմավարական ընկերությունը մեր երկրում էներգետիկ ոլորտի մենաշնորհային դիրքով գրավադրված է միջազգային բանկերում, հասկանալի չէ խոսքը ինչի մասն է։ Եվ այդ պարագայում եւ միջազգային բանկերի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները եւ մեր ազգային օրենսդրությունը արգելում էր սեփականատերին դիվիդենդ հանել։ Եվ այդ 60 միլիոն դոլարի դիվիդենտը, եթե 24-25 թվականներին 23-24 թվականների ֆինանսական տարիների համար, համապատասխանաբար 24 եւ 25 թվականի սկզբին։ Եվ ահա բանակցությունների հիմքում դրվել է նաեւ այդ դիվիդենտը վերադարձնելու նախապահանջը։ Դիվիդենտը վերադարձնում եք, այսքան փոխհատուցում ենք։ Եվ գնի կառուցվածքն է, ձեզ պարզ ասեմ, գնի կառուցվածքը բխեցվել է 2002 թվականին, երբ 4 պետական ցանցեր հյուսային, կենտրոնական, հարավային եւ Երևանի էլեկտրացանցեր ընկերությունները միավորվել են դարձել Հայաստանի էլեկտրական ցանցեր պետական փակ բաժնետական ընկերություն, մասնավորեցվել են Միդլենդի համաձայնագրով հենց տվյալ ընկերությանը եւ այդտեղից սկիզբ է առնում արդեն իրավահարաբերությունները պետության եւ մասնավորի։ Բնավ կարևոր չի Տաշիր ընկերությունների խումբը, իդեմս Տաշիր կապիտալի, որը տիրապետում է հեծի բաժնետոմսերի 70%-ին, մի փոքր ավել, եւ շուրջ 30% բաժնետոմսերին տիրապետում է կիպրական հայտնի Լեոմոնդ ընկերությունը, որի անունից նաեւ միջազգային արբիտրաժում վարույթ են հարուցել օրվա սեփականատերը, իբր Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրման հետ կապված արերևույթ, այսպես ասած, ապօրինությունը եւ այլն, դա ավելի այլ քննարկման նյութ է, չծանրացնելով մեր զրույցը, պարզապես ամփոփեմ ասածս, եւ ահա գնի կառուցվածքը ձևավորվում է հեռավոր 2002 թվականին տեղի ունեցած իրադարձություններից եւ 24 տարվա արդեն գրեթե 24 տարվա ընդհանուր տնտեսական, ֆինանսական գործառնությունների բովով անցնելով գալիս դուրս է գալիս 26 թվականի փետրվարի 17, երբ ՏԿ-ը որպես լիազոր մարմին առաջարկ է ներկայացրել կառավարության անունից սեփականատերին։ Բայց մի փոքր որ է, մեղմ ասած փոքր թիվ չի, հսկայական ընկերության վերաբերյալ, որում ըստ Սամվել Կարապետյանի հայտարարությունների եւ պնդումների իրեն կատարել են հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներ եւ հիմա կառավարությունը իրենց առաջարկում է մի քանի 100,000 դոլարի փոխհատուցում։ Իսկ ձեզ համար տարօրինակ չի, որ մեր պետությունից, իմ ու ձեր պետությունից ժամանակին գնվել է 23 միլիոն դոլարով ընդհանրապես։ Դե իրենք ասում են, որ շատ վատ ֆինանսական պայմաններում էր գտնվում։ Մենք տեսնում ենք, թե ինչ պայմաններում հիմա է գտնվում։ Հիմա ասում 100% գրավադրված է եւ 400 միլիոն դոլարի ֆինանսական պարտավորությունների բեռի տակ էր, որ ես նշանակվեցի ու 50 միլիոնով թոթափել ենք այդ բեռը։ Դրանից ավելի ինքը աշխատում էր, չէ՞, ֆինանսական այնպիսի վիճակում չէր, որ բանկրոտ հայտարարելը նկատվում դենար։ Ասում են մի քանի ամսվա կյանքեր մնացել։ Դա ասելով չի հո։ Հիմա ես շատ բան կարող Ամերիկաբարոս պնդեմ, հո այդպես չի։ Այսինքն այդպես չի եղել այն ժամանակ։ Բնականաբար այդպես չի եղել։ Իմ խորին համոզմամբ եւ փաստաթղթերի վերլուծության արդյունքում եմ դա ես պնդում։ Եվ ձեզ ավելին ասեմ, որովհետև հակառակ կողմի պնդմամբ իրենք ասում են, որ շատ վատ ֆինանսական վիճակում էր, մի քանի ամսվա կյանքեր մնացել եւ Տաշիր կապիտալը մտնելով այնտեղ իր այսպես հեղինակությամբ, իր նաեւ ունեցած հնարավորություններով այդ վարկերը ներգրավել, որպեսզի առողջացնի ընկերությունը։ Ես էլ կարող եմ պնդել, որ 2025 թվականի հուլիսի 10 դրությամբ երբ վարույթ հարուցվել է, հեծին մի քանի ամսվա կյանքեր մնացել։ Ես էլ դա կարող եմ պնդել, որովհետեւ հեծը այդքան չարժենալով այդ դրանից ավելին իր իրական արժեքը։ Հիմա գնահատումը կլինի կտեսնեք։ Իմ խոսքերի ճշմարտությունը։ Ակտիվները եւ պասիվները պետք է այո, հեծը իր իրական անվանական արժեքից իմ
համոզմամբ պաշտոնապես չի ասածս, իմ ընկալումն է դա, քանի դեռ գնահատում չունենք, բայց իրենից ավելի ֆինանսական պարտավորություններով է ծանրաբեռնված այս պահին։ Այսինքն մի բան այդքան չարժե, բայց իր դիմաց այդքան պարտք է կուտակած։ Դե բայց ինչպես կարող են բանկերը մի բան, որ այդքան չի արժենում, դրա դիմաց այդքան Ես ասեմ ինչպես։ Ճիշտ այնպես, ինչպես որ 10 տարվա մեջ շուրջ 600 միլիոն ամերիկյան դոլարի հեծը ֆինանսական երաշխավորություններ էր տվել տաշիր ընկերությունների խմբին պատկանող տասնյակ ձեռնարկությունների առանց օրենքով սահմանված ընթացակարգերը հարգելու, առանց ՀՑԿ-ի թույլտվությունը պաշտոնապես ստանալու, առանց միջազգային բանկերի համաձայնություն ստանալու, քանի որ 100% գրավադրված է։ Դա ֆինանսական կառավարման տեսակետից նոնսենս է։ Եվ այդ փաստորեն հիմա քրեական վարույթները նախաձեռնված։ Տեսեք, այդ ժամանակ Ես ներողություն ես ավելին ասեմ։ Կենտրոնական բանկի եւ մեր մի շարք բանկերի լիցենզավորված Հայաստանի Հանրապետություն լիցենզավորված մի շարք գործընկեր, հեծի գործընկեր բանկեր, ամենահարգանքով վերջիններիս նաեւ աուդիտներում եւ մի շարք կարևոր փաստաթղթերում նույնիսկ հեծի տրամադրած շուրջ 600 միլիոն դոլարի երաշխավորությունները որևէ կերպ արտացոլված չեն։ Դա ինչպես է բա տեղի ունեցել, հիմա ես եմ ձեզ հարց տալի։ Այդ հարցը դուք կարող եք օրինակ ուղղել այն ժամանակվա ուրեմն ժամանակավոր կառավարչին իրենց կուղի իրավապահ կամ նախկին պաշտոնակատարին Դավիթ Ղազինյանին, որը առաջարկել է ձեզ բանավիճել։ Վստահաբար այդ հարցը իրենց կուղի իրավապահ համակարգ, ես Դավիթ Ղազինյանը բանավիճել ոչինչ չունեմ, այնքան ակնհայտ է ամեն ինչ։ Բանավեճի թեմա չկա, սև ու սպիտակի պարզ շիտակ թղթի վրա, սպիտակ թղթի վրա սևով գրված փաստերն, այդ փաստերը հնարավոր չի։ Քանի որ վարկերից խոսեցիք, Դավիթ Ղազինյանը վերջերս չեմ կարող այդ հարցը չուղղել, որովհետև եղել է հանրային հայտարարություն, այսպես ասած հետեւյալը, որ նաև այդ հարցը ուղղվել է ՀՑԿ-ի նախագահին, դրանից առաջ պնդվում էր, որ հեծը վերցրել է շատ մեծ վարկեր, եւ այդ վարկերի տոկոսադրույքները դրվել են ուրեմն սակագնի մեջ, բայց ՀՑԿ նախագահը պնդել է, որ վերջի լրագրողների հարցին պատասխան, որ դա վճարել է Սամվել Կարապետյանի իր գրպանից եւ դրանք չի մտել մարժայի մեջ, այսպես ասած։ Բայց դրանից առաջ պնդվում էր հակառակը։ Ինչ կարող եք ասել։ Շնորհակալ եմ հարցում։ Դրանից առաջ հակառակը չի պնդվել։ Եթե կարդաք իմ հանրային գրառումները, ես մշտապես օգտագործում եմ ուղղակի կամ անուղղակի անդրադարձել է սակագնին, անուղղակի։ Հիմա ես բացատրեմ։ Հեծը այլ եկամուտ, քան վաճառած էլեկտրոնիկայի դիմաց գանձած իմ ու ձեր ընտանիքներում սպառած այն մարժան, որ ինքը մարժան չէ, սակագինը, սակագինի մեջ մարժանգություն։ Այսինքն հեծի եկամուտը հասույթը բացառապես ձևավորվում է վաճառած, բաշխած էլեկտրոնիկայի վաճառքից։ Ապրանքը դա է իր։ Այո։ Թե ՀՑԿ-հն գնի կառուցվածքի մեջ, այսօր սակագնի կառուցվածքի մեջ, սկսած 46.8 դրամից, տարբեր շերտերի, սոցիալական այդ թվում նաև շերտերի, նաև սպառողների, բիզնեսի, հանրային հատվածի եւ ֆիզանձանց տարբեր սակագների գոյություն, գիտեք։ Նվազագույնը մի խոսքով 46-ն է հեծի սակագնով։ 12% մարժա են նախատեսել։ Այսինքն շահութաբերությունը պետք է լինի 12%։ Հիմա իրենք հրաշալիորեն իհարկե օգտագործելով իրենց որակյալ կրթությունը, իրավաբանական կրթությունը եւ այլն, հրաշալիորեն մանիպուլացնում են մեր ժողովրդին եւ այդ բանավեճի մեջ կորցնում են իրական ճշմարտությունը, սակայն մտելա թե չի մտել։ Ասում է սեփականատերը իր գրպանից է վար, սեփականատիրոջ գրպանից, հարգելիս, պաշտոնապես եմ ասում, հուլիսի 18-ին իմ նշանակվից մինչ օրս որևէ փոխանցում հեծի հաշվին տեղի չի ունեցել։ Իրենց ընկերությունից որևէ փոխհատուցում միջ այդ ես տեղյակ չեմ։ Երևի իրենք հետ միջ այդի մասին։ Չէ, միջ այդի մասին չեն կարող խոսել, որովհետև ես խոսում եմ իմ շրջանում, իմ կառավարման շրջանում, տնօրեն խորհրդի 5 անդամների եւ իրենց աշխատակազմին 260 միլիոն դրամ աշխատավարձ տալուց հեծի բյուջեից իրենք ասում են, չէ, դա իր գրպանից է։ Իրենք սուտ են ասում։ Իրենց գրպանից ոչ մեկ բան չի դրել։ Իրենք չեն ասում, որ դա իրենց ենթադրյալ շահույթի հաշվին դուրս են գալու։ Դա տարբեր բաներ են։ Այդ շահույթը պիտի մի հատ շահաբաժին դառնա, մեծ շահութարկով հարկվի, բայց հարցը այդ շահույթը կբաշխվի, բաշխման ենթակա, թե չէ, որովհետև եթե ընկերությունը 100% գրավադրված է եւ կովենանտի գործակիցը թույլ չի տալիս շահույթ հանել, ապա չկա շահույթ։ Եթե վարկերի տոկոսները Սամվել Կարապետյանը իր գրպանից է տվել, այսինքն ոչ հեծից ձևավորված, չգիտեմ, շահույթից եւ այլն, ասում են իր գրպանից։ Պրիմիտիվ թվաբանության առումով Սամվել Կարապետյանը իր գրպանից
առնվազն ժամանակավոր կառավարման ավելի քան 1 տարվա ընթացքում որևէ բան չի տվել հեծում։ Հիմա ես ձեզ խոսքս ավարտեմ։ Պարզաբանեմ ձեզ խոսքը ինչ մասին է։ Խոսքը նրա մասին է, սպասարկվող վարկերի տոկոսադրույքները արդյոք մտնում են սակագնի մեջ թե ոչ։ ձևավորման մեջ թե ոչ։ Ինչպես ՀՑԿ նախագահ ասես բնականաբար ոչ, բայց դրանք սպասարկվում են հեծի հաշվին, իսկ հեծի հաշիվներին գումարը հայտնվում են։ Վաճառված, բաշխված էլեկտրաէներգիայի դիմաց մեր ժողովրդի կատարած վճարումներից։ Հիմա բանավեճը գիտեք ինչումն է։ Ես ասում եմ հեծի հաշվին գումար կա, ինչի եք 100 միլիոնավոր պարքյավճարներ եւ ուրճացված գնումներ անում։ Այդ գումարը ուղղեք ցանցի արդիականացմանը, ենթակայանների կառուցմանը, այն վիճակին, որ այսօր կատվածահար է մեր Արարատի մարզի ու Մասի տարածաշրջանի, այդ թվում Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի մի շարք բնակավայրեր, Եղվարդի, Նայիրի տարածաշրջանի Զոբունի եւ այդ գիծը, որտեղ որ ահռելի կառուցապատման տեմպեր կա, իսկ ենթակառուցվածքները չեն հասցնում կառուցապատողների եւ առանձնատների ինչպես Երևանում էր, այո։ Եվ իմ ասելիքը սա է։ Դիցուկ վերջին բանավեճը հերրակա 260 միլիոն դրամ 5 խորհրդի անդամներ վարձատրվել են հեծի բյուջեից, որը ձևավորվել է ուղղակիորեն վաճառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներից 260 միլիոն, եթե մենք չվարձատրենք խորհրդի 5 անդամներին իրենց ապարատին, ովքեր 1 տարի հեծուն որևէ գործընթաց չեն արել, որևէ կերպ չեն առնչվել որոշումների կայացմանը, ճգնաժամային կառավարման որևէ փուլում, որևէ կերպ չեն ներգրավել, առհասարակ ես դեմքով չեմ ճանաչում, ես անկեղծ ասեմ։ Տրոնի խորհրդի նախկին նախագահին Նարեկ Կարապետյանին ճանաչում, որը մեկին չեմ ճանաչում։ Տեսեք, մենք ներողություն, բայց 260 միլիոնը, որ մենք չվճարենք բաժնետերի ժողովի իհարկե լիազորությունն ու իրավունքն է։ Ես չեմ վիճարկում օրինականություն, օրինական է գործընթացը։ Խնդիրը բարոյական եւ մյուս, այո, տեսեք, դուք խոսում եք ուրեմն Սամվել Կարապետյանի թիմակիցների, բաժնետերի ժողովի եւ այլ ասած աշխատավարձի մասին, դրա մասին հանրայնացնում եք այդ թվերը։ Հանրություն տեղեկանում է ինչ կարևոր է, բայց մենք չգիտենք օրինակ ժամանակավոր կառավարիչը որքան գումար է հիմա ստանում։ Մենք չգիտենք մյուս մարդիկ, որոնք կառավարիչի կողմից են նշանակվել, որքան գումար են ստանում։ Քանի որ հեծը պետք է դառնա պետական ընկերություն, պետականացվելու է։ Ճիշտ չի լինի, որ հրապարակվի բոլորի աշխատավարձները, որպեսզի հանրությունը տեղեկանա։ Իմ աշխատավարձ հրապարակված ես պաշտոնատար անձ որպես եւ ԿՊ վարչության անդամ հայտարարում եք ներկայացրել։ Հայտարարված է արդեն, բայց ես մի կարևոր դիտարկում էլ անեմ։ Ասենք, ասենց ասած, սելը ճռռալու տեղը սելվորը պետք չէ, որ ճռռա։ Ես որ նշանակվել եմ այս կարգավիճակում, բնավ ինձ աշխատավարձի առաջարկ, բանակցություն, քննարկում, նույնիսկ հարց չի ծագել։ Ես սա պետական կարևորության, այդ թունավ ինձ համար խիստ պատվաբեր առաքելություն եմ համարել հանուն Հայաստանի Հանրապետության, ինչպես առաջին օրը ես հայտարարեցի։ Եվ ինձ միայն ՀՑԿ նախագահի որոշման վարչական ակտը, որ պաշտոնապես ինձ ուղարկվել է, որ ես նշանակվել եմ եւ իրազեկվել են, իմ կողմից արդեն իրազեկվել, ծանուցվել են հեծի օրվա ղեկավարները, ներկայացվել է պետրեգիստրի պետական գրանցման եւ այլն, այդտեղ գրված է, որ ժամանակավոր կառավարչին վարձատրել գլխավոր տնօրենի դրույքաչափով։ Այսինքն եթե լիներ 1 դրամ գլխավոր տնօրենի դրույքաչափը, ես վարձատրվելու էի հոժարական 1 դրամով։ Եվ ավելին ասեմ, ես առաջորդն հայտարարեցի, որ ինձ արդեն հայտնի էր, որ այդ թվում նաև ձեր մատնանշած ազգային ժողովի падգամավորը, ով հունիսի 23-ից մինչև հունիսի 18-ը հանդիսանում էր հեծի գլխավոր տնօրենի պաշտոնակատար եւ իրացման գծով փոխտնօրեն, իրենց դրույքաչափերին իսկի չեն նայել, իրենց դրույքաչափերից բազմապատիկ անգամ ավելի իրենք կիսամյակային տարեկան բոնուսներ են ստացել։ Այո, որոնք եղել են տասնյակ միլիոնավոր դրամներ։ Հիմա դուք ստանում եք պարտավորիչներ։ Ես հրաժարվել եմ եւ իմ նշանակած բոլոր տնօրենի տեղակալները հրաժարվել են պարգևաճարներից եւ այդ պարգևաճարների ֆոնդը, որ իրենց բյուջեում արդեն դրված էր, որ իրենք պիտի ստանային ու տարվա կեսին մենք գնացինք կառավարելու հեծը, այդ ֆոնդը ամբողջությամբ ես ուղղել եմ միջև 200,000 դրամ աշխատավարձային շեմ ունեցող շուրջ 1800 աշխատակիցներին հավելյալ 20,000 դրամ հարկերը ներառյալ հավելավճար։ Պարոն շատ ժամանակ չունենք մի քանի։ Այդ հարցը երբ տալիս են ձեր ինչքան է կառավարչի աշխատավարձը, մի հատ հարց է ծագում բարոյական, իսկ քանի տասնյակ անգամ ավել է ձեր բոնուսները, որոնք կառավարիչը հրաժարվել է որոնց։ Իսկ ինչքան են եղել իրենց բոնուսները։ Տասնյակ միլիոնավոր դրամներ։ Այո։ Պարոն Պետրոսյան, շատ ժամանակ չունենք, մի քանի հարցեր կան։ Որը սակագնի մեջ գուցե չի մտնում խորհրդի անդամների մասով, բայց այդ գործադիր ղեկավարի մասով մտնում է սակագնի մեջ։ Տեսեք,
հիմա հեծը պետք է դառնա պետական ընկերություն, հետո պետք է հավատարմագրային կառավարման հանձնվի։ Ենթադրաբար դա կարող է լինել միջազգային ընկերություն, որը կարող է կառավարել։ Կա պատկերացում նախ որ ընկերությունը կարող է լինել կամ ինչ տիպի ընկերություններ կարող են ուրեմն ներգրավել մրցույթում, այսպես ասած, եւ չկա մտահոգություն, որ հեծի շուրջ տեղի ունեցողը, որը սեփականատիրոջ կողմից մեկնաբանվում է որպես սեփականության խլում, պետության կողմից մեկնաբանվում է այլ կերպ որպես արդարության վերականգնում, չգիտեմ, հեծի բնականոն աշխատանքի վերականգնում եւ այլն, կարող է խնդրահարույց լինել միջազգային ներդրումների տեսանկյունից, հաշվի առնելով, որ ներդրողներից մեկն էլ, հեծի սեփականատեր ընկերություններից մեկն էլ կիպրական ընկերություն է, ինչպես դուք եք ասում, իսկ Հայաստանում միջազգային ներդրումները օրենքով պաշտպանված են։ Իհարկե պաշտպանված են, վերջից գամ, շատ լավ հարց է, շնորհակալ եմ։ Եթե խլում տեղի ունենար, խլումը մի օր կտևեր, 2 օր կտևեր։ Խլումը կտևեր 3 օր, կկանչեին, կխլեին, կասեին դե Տարեկ Պետրգիստում գրանցեք։ Գուցե սկանդալային հայտարարություն եմ անում։ Խլումը կտևեր 3 օր։ Ես ձեզ բացատրում եմ, որ այս պահին պետականացման գործընթացը դեռ 1 տարի եւս մոտավորապես գնալու է։ Սպասվում է, այո, 2 տարի չեն խլում։ Դա մեկ։ Երկրորդը խլվել 2002 թվականին մեր պետությունից։ Հայաստանի Հանրապետությունից հեծը խլվել է 2002 թվականին եւ այս գործընթացը փոքր-ինչ մտնի հունի մեջ։ Երբ որ ինտերրավիեսին է դրանից էլ առաջ, Ես բավականին մեծ շերտեր կբացեմ առաջիկայում եւ մեր հանրությունը շատ ավելի ուրեմն կտիրապետի, որպես այս տարընկալումներն ու մանիպուլյացիան ու աճպարությունները հանկարծ մեր հանրության մեջ ընկալումներ չփոխեն, թեպետ հանրությունը լիարժեք աջակցում այս գործընթացին։ Միջազգային ներդրումներ, այս բանը դուք գիտեք, որ հեծը լիցենզիայից զրկված է։ Եվ մեր տնտեսվարման արդյունքում եւ ֆինանսատնտեսական ցուցանիշների, հրապարակային ցուցանիշների պաշտոնապես արձանագրված պատկան մարմինների կողմից, միջազգային մեր կոմիտեի եւ այլ ծառայության կողմից արդեն ներազդել են ֆինանսական շուկայի վրա այնքանով, որ ֆինանսական կառույցների կողմից դրական ազդակներ եմ ես ստանում եւ ավելին ասեմ, հեծի ցուցակված պարտատոմսերի գինը 7-ից 10% թանկացել է վերջին ամիսներին։ Հեծը լինելով ռազմավարական ընկերություն եւ զրկված լինելով լիցենզիայից, պարտատոմսերը թանկացել են։ Դա խոսում է նրա մասին, որ հեծի նկատմամբ վստահությունը ֆինանսական շուկայում արկա աճել է։ Այսինքն որակյալ հավատարմագրային կառավարչի ձեր կարծիքով խնդիր չի լինի։ Բացառում եմ, որ խնդիրը ձեզ ավելին ասեմ։ Ցանկացած հավատարմագրային կառավարիչ պետք է դու դիլիժանսան այնտեղ աուդիտան, տեխնիկական, ֆինանսական, բայց ֆինանսական աուդիտի, տեխնիկական աուդիտի բոլոր չափորոշիչներով մենք այսօր ունենք անհամեմատ ավելի կայուն, հեռանկարային եւ բարենպաստ ֆինանսատնտեսական միջավայր հեծում, քան 1 տարի եւ ավելի վաղ շրջանում։ Պատրաստ եք որպես քաղաքական թիմի անդամ եմ հարցնում երաշխավորել նոր եկող հավատարմագրողին, հավատարմագրային կառավարչին, ով էլ որ դա լինի, ինչ կազմակերպություն էլ լինի, որ ինքը եթե մի օր որոշի, որ օրինակ, չգիտեմ, կամ իր սեփականատերը քաղաքական իշխանությանը պետք է քննադատի, չի արժանանա այն ճակատագրին, որին արժանացավ Սամվել Կարապետյանը։ Ես բացառում եմ։ Ես ավելին ասեմ։ Ես ինքս 3.5 տարի գործելով պետական վերահսկողական ծառայությունում որպես ծառայության ղեկավար, հեծի բոլոր ֆինանսատնտեսական գործառնությունները յուրաքանչյուր թուղթ ստորագրելիս ես այդ գործընթացին միշտ նայում եմ ՊՎԾ-ի լիազորությունների տեսակետից։ Արդյոք այս գործընթացը պետության համար, ղեկավարների համար, հեծի ղեկավարների, պետության որպես սեփականատեր պետական հիմնարկի, այսպես ասած, ինստիտուտների առումով որևէ կերպ իրավական տեսակետից խոցելի է թե ոչ։ Եվ 1 տարուց ավել այսքան միլիարդավոր դրամների շարժի, գնումների, մատակարարումների, գույքագրումների, աշխատավարձերի, վճարած հարկու տուրքերի առումով ձեզ ասեմ, որ չի կարող լինել գետ 1 լումայի որևէ գործընթացի մասին խոսք, որը որևէ կերպ կարող է ստվել այս գործընթացը, դա պաշտոնապես եմ ես ասում։ Վերջերս Իսկ ներողություն, իսկ ինչ վերաբերում է կոնսենսորի կամ միջազգային հավատարմագրման տալու գործընթացին, այս պահին արդեն ինձ հայտնի առնվազն 4-5 միջազգային լուրջ կորպորացիա, սա անձնական տեղեկատվություն, սա պաշտոնական չի, որովհետև պաշտոնապես դարձյալ ասում ես ներգրավված չեմ, որոնք կցանկանան որոնք կցանկանային ստանձնելու կոնսենսիոն կառավարում։ Հեծի կոնսենսիոն կառավարում։ Այո, ինձ հայտնի է 4-5 նմանատիպ լուրջ ռազմավարական ընկերություն մեծ, այսպես ասած, պորտֆոլիոյով։
առաջադեմ երկրներում։ Որ երկրներից մոտավորապես։ Չեմ կարող ասել, որովհետև հենց ասեմ, որ իրենց կիմանաք, որ ընկերություն։ Լավ, եւ վերջինը, վերջերս մարզերից մի քանիսում տեղի ունեցան մեծ հոսանքազրկումներ, դուք ձեր մոտ գրառում կատարեցիք նաեւ դրա մասին, ասելով որ տեկտկեն գործընկերները զբաղվում են դրանով, խոսքը մոտավորապես ենթադրաբար նրա մասին, որ այսինքն հեծի տիրույթում չէր, այլ բեցի տիրույթում էր, իսկ բեցը բարձրավոլտ ոչ միայն բեցի, կարա էներգոհամակարգը շատ մեծ է, կարող է լինի ասենք այնուամենայնիվ ավելի շատ ձեր տիրույթում չէր, դուք ուղղակի տեղեկացրեցիք։ Ավելի շատ չէ, բացարձակապես հեծի տիրույթում չէր, բայց մենք հանրային այդ հարվածը վերցեցինք մեր վրա եւ հիմա սեփականատերը կամ իր ներկայացուցիչները ասում են հետեւյալը, ասում են այս ժամանակին որ նման բան էր տեղի ունենում կառավարության շենքի հետ կապված այլ տարածքներում թեպետ բեցի հայտնի մոլի ուրեմն հոսանքազրկման մասով, հա, թեպետ բեցի տիրույթում էր դա եւ իրենց տիրույթում չէ, բայց քաղաքական այսպես թիրախավորման եւ քննադատության բանում կիզակետում հայտնվում էր սեփականատերը։ Իսկ հիմա բոլորը հասկանալով են վերաբերում այդ ամեն ինչին, որ դա բեցի է, այլ ոչ թե հեծի տիրույթ։ Գիտեք ինչ են հասկանով վերաբերում, որտեվ սեփականատերը եւ իրենց նշանակած կառավարիչներ ու տնօրենները, ասենք, այլ երկրի դեսպանատան կարմիր համարներով էին շրջում մեր երկրում, իրենց վերագրելով կարծես թե արտոնեն ինչ-որ խավի եւ փակվել էին մեր հանրությունից իրենց էլիտիստական նեղ շրջանակներում, իրենց անունը կապույտ է։ Դե դուք արդեն կարող եք մտածել ում դեսպանատան համարներով էր նախկին տնօրենը շրջում Հայաստանի իմ պետությունում։ Իսկ ես այդ առաջին օրը կարգադրել եմ, որ քանի նմանատիպ համար կա հեծում նախկին տնօրենների, փոխտնօրենների մեքենաների իրենց ընտանիքի անդամների մեքենաների վրա փակցված, բոլորը հանձնեք տվյալ դեսպանատանը, որևէ կերպ իրենք չպետք է ասոցացվեն հեծի հետ։ Այդ դրա համար եւ ի՞նչ է տեղի ունեցել։ Ես որպես ներողություն, այն կապ ունի, որ ես որպես կառավարիչ, պարզ մեր հանրության ասի Ժորժ ջան, 2-3 մարզերում, խոշոր քաղաքներում 1-1.5 ժամանոց անջատում ունենք, բայց հեծի խնդիրը չի, պարզապես քանի որ բաշխման ցանցին է վերագրվում ամեն հոսանքազրկում, դուք հանկարծ չմտածեք, որ մի տեղելի խնդիր կա, հեծը չի կարող վերացնել։ Էներգոհամակարգի մեջ կա որոշակի վթարային իրավիճակ, դա կանխարգելելու եւ շտապ իրավիճակը շտկելու եւ վերականգնելու համար անհրաժեշտ է 1-1.5 ժամանոց օպերատորի, էներգոհամակարգի օպերատոր փակ բաժնետարական ընկերություն կա, պետական գիտեք, դա ՏԿ-ն նախարարության առանցքային կառույցներից մեկն է եւ էներգոհամակարգի օպերատորի դիսպետչերական ծառայության կողմից պիտի հոսանքազրկում արվի, որովհետեւ չվերագրեն հեծին եւ վթարներին։ Բայց այն ժամանակ հեծին էր վերագրվում նման բան որտեղի։ Ես ավարտեմ խոսքս։ Ես պարզ գրեցի, մարդիկ հասկացան, որ դա բեցի չէ։ ՏԿ-ն որոշ մարմնի, ինչու մեր գործընկեր մեր թիմն է եւ իմ պատասխանատվությունը նաեւ, բայց որպեսզի ամեն մեկը չզանգի իր տեսուչին, էլի կամ 1.80,000 զանգեր երբեք միացնելու։ Մեր խնդիրը չի, բայց մենք ձեռնամուխ օգնելու եւ խնդիրը մեր գործընկերները վստահաբար արագ կվերացնեն։ Ես դա հանրայնորեն ասացի, մեր հանրությունը հասկացավ։ Դե հիմա հարց նախկին տնօրենին։ Այսինքն հանրային կապը լավը չէր, կոպիտ ասած, այն ժամանակ։ Այո, դուք էլ ասեք, նույն էջով եմ դրել, ինչը իրանք են ժամանակին վարում այդ էջը։ Այդ նույն էջում է դրվել, ինքը ինչ իրանք են բացել։ Չէ, իրանք ասածներն է, որ այն ժամանակ իրենք էլ էին ասում, բայց իրենց արգումենտները չէին ընդունում, որովհետև կար կանխակալ վերաբերում իրենց կարծիքով, իրենց կառավարության նիստին եւ վարչապետի խոսքի ընթացքում հոսանքազրկվեց կառուցության շենքը հեծը պատշաճ պարզաբանում չի տարածել, որ խոսքը կառավարության մասնաշենքում գտնվող այդ IVR սարքավորման մեջ էր։ Հեծը ինքը պարզաբանում չի տարածել, ինքը հարկ չի համայլ հանրությանը հաշվետվություն տա, ինքը թափանցիկ չի աշխատել, որովհետև ինքը բավականին թաքցնել բաներ ուներ, ինչ ականատես եղանք, որովհետև իրենք ականջալուր չեն հանրային դժգոհություններին, իրենք ներառական թափանցիկ հաշվետու աշխատավոց չունեն, որովհետև իրենք կարմիր համարներով էին շրջում մեր երկրում, իսկ մենք ոչ, մենք մեր պետության զինվորներն ենք, պետականության զինվորներն ենք եւ հաշվետու ենք կառավարման եւ իշխանության թիվ 1 առանցքին Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Տարբերությունը դա է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Civil and Business տաղավարում ես զրուցեցի Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։